Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, սիրելի Աստծո ժողովուրդ, հալելույա, բարի գալուս Տիրոջ տուն, Աստված հետդ գործ ունի սիրելիս, Աստված հետդ գործ ունի ու համոզված եմ, որ այն ինչը, որ այսօր Աստված ունի ամեն մեկիս կյանքում անելու, ամեն մեկիս միջոցով անելու, սիրելիս, ես հավատում եմ, որ Աստված այսօր անելու է այն, ինչը որ ուզում է անի, որտեվ երբ որ Տերը կամենում է, որ իմ ու քո կյանքում ինչ-որ բան անի, ոչ մեկ չի կարող խանգարի։ Միակ մարդը, որ կարաս խանգարես, դա դու ես։ Գիտես ինչ ար, այսպես մադդ պայի վրետ ու ասա հանգարց Աստծուն չխանգարես։ Ու կարաս նստես Տիրոջ քաղցր ներկայության մեջ։ Սիրելի փառաբանության թիմ Տերը ձեզի շատ օրհնի, հանգարց Աստծուն չխանգարեք։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Նես չի որ դուք մեզ խանգարում եք, բայց շնորհակալություն։ Հալելույա։ Տերը ձեզ շատ օրհնի, սիրելի Աստծո ժողովուրդ, ուրախ ես, որ Տիրոջ տան մեջ ես։ Ամեն։ Փառք Հիսուսին, գիտես ամառը կամաց մոդենում է իր ավարտին, հա, ասենց հանգստի սեզոնն էլ անցնում, չգիտեմ, հեսա սկսվում է դպրոցական սեզոնը, ես հիշում եմ հին ֆիլմ կար, ֆիլմը կոչվում էր «Երբ գալիս է սեպտեմբերը», իմ ամենասիրած ժամանակն է, գիտես խեմ ասում, որտեվ ես դպրոցը պրծել եմ, դասի գնալու խնդիր չունեմ, ուսանողել չեմ, բայց էլ եմ ասում, Աստծուց ամեն օր նոր բան եմ սովորում։ Ամեն, ու գիտեք, եթե տարին սկսվում է հունվարից, հունվարի 1-ից, եկեղեցական տարին մենք հիմնականում ասում ենք, եկեղեցական տարին սկսվում է սեպտեմբերից, որ մարդիկ հետ են գալիս հանգստից, իրանց գործերից, 3 ամիս հանգստանում են, ուսանողներն են հետ գալիս, մարդիկ, ովքեր որ հիմա Հայաստանում են հետ են գալիս, ու եկեղեցական տարին սկսվում է սեպտեմբերից։ Դրա համար շուտով գալիս է սեպտեմբերը, ու ես հավատում եմ, որ այս նոր տարին, նոր եկեղեցական տարին մեր շատերիս համար, շատերիս կյանքում, եկեղեցու կյանքում բեգումնային է եղնելու սիրելիս։ Ամեն, փառք Հիսուսին։ Հալելույա, դու օրհնված ես, որ Տիրոջ տան մեջ ես։ Հալելույա։ Սիրելիս, ուզում եմ հարցնեմ, Աստծո ներկայություն, երբ որ ասում ենք, Աստծո ներկայություն պետք չի պատասխանես, ուզում եմ մտածես։ Երբ որ ասում եմ, կամ շատ տեղերից լսում ես, կամ ասում ես Աստծո ներկայություն էի վերաբրում, ընենց Աստծո ներկայություն կար, ուզում եմ մտածես, ինչ է քո համար Աստծո ներկայությունը, ինչ է նշանակում, երբ որ դու ասում ես ես այսօր Աստծո ներկայությունը վերաբրեցի, այսօր ընենց Աստծո զորավոր ներկայություն կար, սիրելիս ուզում եմ ասեմ, որ Աստծո զորավոր ներկայություն միշտ էլ կա, բայց միշտ չի, որ մենք դա զգում ենք, միշտ չի, որ մենք դա վերաբրում ենք։ Հիմա ուզում եմ մտածես, ինչ է քո համար, երբ որ ասում են Աստծո ներկայություն։ Ինչ է քո համար դա, այդ արդահայտությունը, թե ուղղակի լսել ես, ուղղակի ասում ես, ուղղակի դե հովը բեմից ասում է, այս ինչ քաղցր Աստծո ներկայություն կա, թե մենք է չեմ կամարձակվում հովին, ասենք, հովիվ ջան, ուրա չկա, չենք զգում, բայց իրականում կա։ Թե երբ որ կանգնում ես աղոթքի, սենց մարմինդ փշաքաղում, ասում ես, այս ինչ Աստծո ներկայություն կա, ինչ է քո համար Աստծո ներկայությունը, սիրելիս։ Գիտեք, երբ որ Աստվածաշունչը կարդում ես ու տենում ես այն իրավիճակները, որտեղ որ Աստված ներկա էր, խոսում եմ Աստծո ֆիզիկապես ներկայության համար, խոսում եմ Աստծո հոգու ներկայության համար, Աստված հոգի է, ամեն, ամեն, ու գիտեք, երբ որ Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսը տեղեր կար, որտեղ որ ֆիզիկապես ներկա էր, բաներ էր փոխվում, ժողովուրդ, առանց ձեն անելու բաներ է փոխվում։ Մենք անցած ծառայությունը խոսում էինք խոսքի կարևորության մասին, ամեն։ Այսօր խոսում ենք ներկայության կարևորության մասին։ Չլինի թե հանկարծ ինչ որ մտածեք, թե անցած ծառայությանը Հովը ասեց, որ հարապետին պետք չէր Հիսուսի ֆիզիկապես ներկայությունը, դրա համար ասավ դու մի արի, դու մենակ ասա, հարապետին բավական էր Աստծո խոսքը։ Ուշադիր ես, որտեվ ինք ասում է ինձ ես արժանի չեմ, որ դու իմ տան մեջ մտնես, բայց հարուրապետին բավական էր Աստծո խոսքը։ Սելիս, հենց նույն գլուխը, որ կարդակ, Մատթեոս ավետարան 8-րդ գլուխ, այդ ամենից հետո, երբ որ ասում է 13-րդ խոսքում, երբ որ Հիսուսը ասում է, քո հավատքով քո ծառան կբժշկվի, քո հավատքով թող ծառան բժշկվի, եւ ասում է, եւ ծառան իսկույն բժշկվեցավ նույն ժամին, շարունակությունը ուղղակի ցնծող է,
Կարաս ասես ցնծող է, որովհետև իրոք ցնծող է, այստեղ խոսած, այստեղ ասեց, եւ հետո գիտես ինչ անում, գնում է Պետրոսի տուն, 14-րդ խոսքում, տեսեք ինչ անմիջապես այդ իրավիճակից, այդ հրաշքից հետո, այդ տեղի ունեցած զորավոր հրաշքից հետո, մեր Տեր Հիսուս Քրիստոսը գնում է Պետրոսենց տուն, եւ երբ որ Հիսուսը եկավ Պետրոսի տուն, տեսավ նրա զոկանչը պառկած ջերմում էր, եւ նրա ձեռքից բռնեց, բան չի ասե ժողովուրդ, ներկա է, ձեռքից բռնեց եւ ջերմը թողեց նրան եւ նա վեր կացավ եւ ծառայում էր նրանց։ Գիտես, շատ մարդկանց համար բավական է որ Աստված խոսա, բայց այստեղ գիտես ինչ է տեղի ունենում։ Ուղագի ներկա էր, ուղագի կբավ։ Սելիս հերիկա Աստված քեզ կբնի ու կյանքդ կփոխվի։ Մենք բազմիցս լսել ենք, միգուցե դու էլ ես լսել, միգուցե դու էլ ես վերաբրե, որ ասում ենք, այս մարդու հետ, այ մարդ, ինչքան խոսում ենք, բան չի փոխվում։ Մեկ է եղբայրներով կամ եկեղեցով ասում ենք, ոչինչ, մի օր Աստված կբնի, մենք այս կբնելու մասին չենք ասում, հա, կամ այս, ոնց որ Պետրոսի զոկանջին բռնեց։ Մի օր Աստված կբնի ու իր կյանքը կփոխվի։ Մի օր Աստված կբնի ու ինքը կազատագրվի, քույրը կազատագրվի։ Հատուկ զոկանջներին ծաղրող եւ հայոյող եղբայրներին եմ ասում։ Հիսուսը Պետրոսի զոկանջի ձեռից բռնել է, զգուշ եղի։ Հատուկ զոկանջներին ծաղրող ու հայոյող եղբայրների համար եմ ասում։ Հիսուսը զոկանջներին բժշկող ու ազատագրող Աստված է։ Ամեն։ Եթե համաձայն չես, կարաս ձեն չանես, բայց եթե համաձայն ես, ասա ամեն։ Ամեն։ Բոլոր զոկանջները ասեցին ամեն։ Փառք Հիսուսին։ Գիտես սիրելիս, իմ ու քո համար ինչն է կարևոր, Աստծո ներկայությունը կարևոր է սիրելիս։ Միանշանակ իմ ու քո համար Աստծո ներկայությունը կարևոր է։ Ուզում եմ հիշես, երբ ես Աստծո ներկայություն վերաբրե։ Անենց հարց տվեցիր, որ Հովիվ ջան ասա, հենց այսօր Աստծո ներկայություն եմ վերաբրե։ Սիրելիս, եղել է, որ դու մտնես տուն, սենյակդ փակես, ոչ մի բան չասես ու Աստված քեզի գրգի դու բան չես ասե, ոչ մի բան չես խոսացե, մտել ես դու դուրդ փակել ես ու Աստված քեզի նենց է գրգե։ Աստծո ներկայությունը քեզին հենց է գրկե, որ քեզ էլ ընդհանրապես ոչ մի բան պետք չի, որ դու գալիս ես, այսինքն տենում ես, կարոտած, փաթաթվում ես քո երկնային հորը ու քեզ էլ ոչ մի բան պետք չի, ինքը կարևորը տեն ներկա է, սիրելիս։ Գիտեք, այսօր էլ այն անցած կիրակի ծառայության պես բացառություն չէր, այսօր էլ եմ առավոտ տնից դուրս եմ եկել, ասել եմ, ես գնում եմ Տիրոջս հետ հանդիպման, գնում եմ օֆիս, գնում եմ մեր աղոթքի սրա, որտեղ որ մենք հավաքվում ենք աղոթքի ծառայության, ասում եմ, ես գնում եմ ընդ պատրաստ եմ, ուզում եմ առանձնանամ, հատուկ եմ ասում, ծածուկ սենյակի համար եմ ասում, հատուկ եմ ասում, մտել եմ ներս, դուռն է փակել եմ, որ ինձի ու իմ երկնային հորը ոչ մեկ չխանգարի, որտեղ ես ուզում եմ իր հետ առանձնանամ։ Հերիք էր երկու բառ աղոթել եմ, երկու բառ ասել եմ, Տեր եկել եմ քեզ վերաբրեմ։ Սելիս Աստված ինձ նենց էր գրգե, Աստծո ներկայությունը, Սուրբ Հոգու ներկայությունը նենց էր գրգե ինձի։ Ես գնացել էի պատրաստվելու, խոսքը գրելու, խոսքը հավաքելու, համառոտագրելու, հա, բայց Աստված ինձ նենց էր գրգե, որ ինձ էլ ուրիշ ոչ մի բան պետք չէր։ Աստված իր ներկայությունով, իր սուրբ ներկայությունով նենց էր գրգե, որ նստե ուղակի վայելում էի։ Ասում եմ, հանկարծ ոչ մի բան չանեմ, հանկարծ չխանգարեմ Աստծուն, մի բանը նենց չանեմ, հանկարծ այս ներկայությունը ինձանից գնա։ Սիրելիս, գնահատեք Աստծո ներկայությունը։ Շատ կարևոր է մեր Տեր Հիսուս Քրիստոսի, մեր երկնային հոր, մեր Աստծո ներկայությունը ամեն մեկիս կյանքում։ Հերիք Աստված քո կյանքում ներկա եղնի, քեզի ոչ մի բան չի եղնի, սիրելիս։ Աստված քո կյանքում որ ներկա եղա, ոչ մի բան չի եղնի։ Ուզում եմ քեզ մի հին ուխտից մի հզոր օրինակ բերեմ, հզոր օրինակ։ Սետրակ Միսակ Աբեդնագովին երբ որ գցեցին կրակի հնոցը, այնտեղ խոսք չկար, Աստված չէր խոսում, Աստված անձամբ ներկա էր այդտեղ։
Մեր Տեր Հիսուս Քրիստոսը այդ կրակի մեջ էր, ներկա էր, սիրելիս, դրա համար իրանց որոշի բան չեղավ։ Սիրելիս, եթե Աստված քո կյանքում ներկա է, ոչ մի կրակ քեզի չի վնասի։ Եթե Աստված քո կյանքում ներկա է, ոչ մի ջրեղեղ քեզի չի կործանի։ Եթե Աստված քո կյանքում ներկա է, սիրելիս, ոչ մի փոթորիկ քեզ չի կործանի։ Կարևորը Աստծո ներկայությունը չկորցնես, գնահատի, փապագի Աստծո սուրբ ներկայությունը։ Եթե չգնահատես, գիտես ինչ ես անելու։ Եթե չգնահատես այն սուրբ ներկայությունը, մի օր մի ցավալի բան ասեմ, ընկնելու է Սամսոնի օրը։ Ընկնելու է Սամսոնի օրը։ Դուք չէ։ Ձեր մոտ ամեն ինչ լավ է։ Մեր մոտ, մեր բոլորի մոտ լավ է։ Համացանցով դիտողների մոտ էլ լավ։ Ինչ որ մեկը վերացական ասեմ, ինչ որ մեկը, որ չի գնահատում Աստծո սուրբ ներկայությունը, որ չի գնահատում այն ուխտը, որ Աստված իր հետ արել է, սիրելիս, մի օր սենց կբացի, աչքերն էլ կուզենա բացի, բայց չի բացի, որտեվ արդեն կույր էր։ Ներողություն, աչքերը կուզենա բացի, բայց մի բան չի տենա, կարևոր մի հատ բան կա, չի տենա։ Գիտես ինչը, Աստծո ներկայությունը։ Տեսեք, դատավորած թուղթը ինչ է ասում, դատավորած գիրք, 16-րդ գլուխ, 20-րդ խոսք, մինչև այս խոսքը, մինչև էկրաններին կդնեն, մինչև այս խոսքը մի քանի անգամ Սամսոնի կինը, ոչ բարով, Սամսոնի կինը մի քանի անգամ փորձել էր Սամսոնին կործանել, բայց ոչ մի բան չէր եղել, հենց ձեն էր տալի, Սամսոն փղշտացիները եկել են քո վրա, Սամսոնը ելնում էր, այդ կաբակները պոգում ու փղշտացիների հախից գալիս։ Բայց եկավ մի հատ իրավիճակ, սիրելիս, երբ որ Սամսոնը իր սիրտը բացեց, խոսեց այն ծածուկի մասին, ուշադիրես այն ծածուկի մասին, որ իր ու Աստծո մեջ էր, որ այդ ծածուկի մեջ մենակ ինքն ու Աստված էին ներկա, ուրիշ ոչ մեկ, բայց ինքը այդ ծածուկը գիտես ինչ արեց, բացեց, մեկի առաջ ու առաջ որ պետքա չբացեիր, ավելին ասեմ, ոչ մեկի առաջ պետքա չբացեիր։ Սիրելիս, երբ որ ես այսօր գնացել էի աղոթք անելու ծառայությանը պատրաստվելու, ես դուռը փակել էի, ու ես քեզ անկեղծ ասում եմ, ոչ մի թագողի առաջ չեմ բացել։ Չասես հանգարց, հովիվ ջան, բա Աստված չի ասում, կթագեն եւ կբացվի, Աստված կբացի, ես չէ։ Ես առանձնացել էի իմ Աստծու հետ։ Ոչ մի թագողի առաջ չեմ բացել, որտեվ այդ ծածուկը իմ ու իմ Տիրոջն է։ Ու ինք այնքան թանկ ու կարևոր է, կապ չունի այդ ժամանակով է թագում։ Ես գնահատում եմ այդ ժամանակը։ Ես գնահատում եմ Աստծո հետ անցկացրած այդ ներկայության մեջ ամեն մի րոպե, սիրելիս։ Հալելույա։ Դու ինչ որ բան ստանում ես։ Փառք Հիսուսին։ Եվ տեսեք ինչ ասում խոսքը։ Եվ կինը ասեց. Սամսոն, փղշտացիները քեզ վրա եկան, եւ նա քնից արթնացավ, ասեց. դուրս գամ եւ առաջին անգամների պես թոթափեմ, բայց չգիտեր, որ Տերը իրենից գնացել էր։ Սամսոն, այստեղ դու խնդրեմ ունես, որտեվ Աստված էլ հետդ չի։ Եթե Տերը հետդ է, կապ չունի ով է քո հետ, քո դեմ գալիս, եթե Տերը քո հետ է, կապ չունի ինչ է կատարվում շուրջդ, կարևորը Տերը քո հետ է, սիրելիս։ Բայց այստեղ, ասում է, երբ որ Սամսոնը արթնացավ, ասավ գնամ ամեն մեկին մի հատ արջի թատալոշ տամ, թոթափեմ, առաջինների պես ոնց որ սկզբից էի անում, նույնն էլ հիմա կանեմ, իրանց հախից կգամ, բայց գիտեք մի հատ կարևոր բան է տեղ ունենում, սիրելիս։ Ասում է, բայց նա չգիտեր, որ Տերը իր հետ չէր։ Երբ որ արթնացավ, տեսավ, որ այն ուժն ու զորությունը, որ կար, էլ չկա։ Գիտես ինչի, որտեվ իրանից չէր, Տերիցն էր։ Սիրելիս, գնահատի Աստծո սուրբ ներկայությունը քո կյանքում։ Ամեն մի վայրկյան։ Դու ինչ որ բան ստանում ես։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Գիտես մի կարևոր բան կա, կուզեմ այս մասին իրար հետ մտածենք։ Այս ամբողջ խոսքն է կարևոր, բայց կուզեմ մի հատ կարևոր մի բան կա, որ կուզեմ մտածենք ու միգուցե հայտնություն կստանաս։ Տեսեք ինչ ասում Աստվածաշունչը։ Մատթեոս ավետարան 18-րդ գլուխ
18-րդ խոսքից։ Մենք բոլորս հստակ գիտենք, հա, Աստվածաշնչյան այս տեղերը, ու մենք անգիր ասում ենք, Ետ որտեղ երկուսը եւ երեքը իմ անունով հավաքվում են, ես այնտեղ եմ նրանց մեջ։ Ամեն, բայց մինչև այդ տեսեք ինչ է ասում խոսքը։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, ինչ որ երկրի վրա կապեք, երկնքում էլ կապված կլինի, եւ ինչ որ երկրի վրա արձակեք, երկնքում էլ արձակված կլինի։ Դարձյալ, այսինքն նորից եմ ասում ձեզ։ Դարձյալ ասում եմ ձեզ, եթե ձեզանից երկուսը երկրի վրա միաբանվեն ամեն ինչ բանի համար, որ խնդրեն, կլինի նրանց իմ հորից, որ երկնքումն է։ Ասում եմ, լսեք, եթե երկուսդ իմ անունով միաբանվեք ու երկնային հորից Աստծուց ինչ որ մի բան խնդրեք, ասում է ձեզի կեղնի։ Բայց գիտես խի կեղնի։ Ոչ թե նրա համար, որ մենք այնքան լավն ենք, ոչ թե նրա համար, որ մենք երկուսով Աստծու անունով միաբանվել ենք, այլ նրա համար, որ երբ որ ես ու դու Աստծու անունով միաբանվել ենք, Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսը ներկա է։ Ես չեմ ասում, Աստծու խոսքն ասում։ Տեսեք, Հիսուս ասում է, որովհետև ուր որ երկու կամ երեք հոգին իմ անունով ժողոված լինեն, ես այնտեղ եմ, նրանց մեջ եմ։ Որտեղ երկուսը կամ երեքը իմ անունով հավաքված կեղնեն, միաբանված կեղնեն, ես այնտեղ նրանց մեջ եմ։ Ու երբ որ հայրը կտենա, որ այս երկուսը որ խնդրում են, երբ որ ինձ ձեր մեջ կտենա, այդ ժամանակ կպատասխանի։ Բայց երբ որ երկուսը կանգնած աղոթում են, ասում են, թող սրա Աստված ջան, արի աղոթենք։ Մի հատ վկայություն պատմեմ, երկար տարիներ առաջ էր։ Մի հատ աղոթք եմ լսում, գնացել եմ, կանչել են միտեղ, կանչել են, որ գնանք, այդ ժամանակ կովիդի հետ կապված չէին կարում շատ տեղեր հավաքվենք, ինչ-որ եկեղեցու քույրիկներից մեկը կանչելա իրանց տուն աղոթք անելու, ասի լավ, կմտնեմ։ Ու երբ որ ես այս քույրիկների աղոթքը լսեցի, ասի Տեր ջան, ես այստեղ չկամ, ավելին ասեմ, ես հաստատ գիտեմ, որ դու էլ այստեղ չկաս։ Այն ինչ էին խնդրում։ Այն ինչեր էին խնդրում։ Թող էսի բաժվի սրանից, ուզի իմ աղջկան։ Ասում եմ, Տեր, այս աղոթքա թե ես ինչ է կատարվում, այս գրբացների մոտ եմ եկե, ես ինչ է կատարվում, թող էսի մեռնի, ու թող էսի ուզի իմ աղջկան։ Ես լսել եմ Աստվածաշնչյան մեջ, ես լսել եմ վկայություններ, որ մարդը աղոթում է, կինը աղոթում ասում է, թող իմ հին մարդը մեռնի, եւ դու ինձ նոր մարդ տուր։ Սա ամուսնու մասին չի, սիրելիս, չի ասում, թող իմ հին ամուսինս մեռնի, ինձ նոր ամուսին տուր։ Ասում է, թող ես, որպես մարդ, մեռնեմ ու Քրիստոսի մեջ վերածնվեմ։ Քրիստոսով ծնվեմ, սա սրա մասին է ասում։ Չի ասում, ու գիտես, ասում, Տեր իմ Աստված, ես հավատում եմ, որ դու ողորմած Աստված ես, դրա համար իրանք մինչև հիմա կան։ Հալելույա։ Ու տեսեք, շատ հետաքրքիր է ասում է, որովհետև ես եմ այնտեղ, ես նրանց մեջ եմ, դրա համար էլ դուք ձեր հարցերի պատասխանը կստանաք։ Երբ որ հայրը տենա, որ ինչը որ դուք խնդրում եք, այսպես նայի, որդին ընդես կասի, հիմա նույնը Սուրբ Հոգին է անում։ Երբ որ հավաքվում ես, ասում ես, ծմերուկ եմ ուզում, կանֆետ եմ ուզում, ասում ես, արի մա Սուրբ Հոգու լեզուներով միաբանվենք, այն որ երրորդը որ ընդեղ է, չէ, ընդ ասում է չդաս, բերանն էլ Ադամ չի մնացել, այս քաղցրից, էլ ոչ մի Ադամ չի մնացել, պետք չի, իրան շատ մանիկ աշա, ուրիշ ոչ մի բան։ Հալելույա։ Փառք Աստծո, որ Աստված իմ ու քո կյանքում ներկա է, ամեն։ Դու ինչ որ բան ստանում ես։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Էլի Մատթեոս 8-րդ գլուխն է, էլի հրաշք է տեղ ունեցել, էլի գերբնական զորություն է տեղի ունեցել,
Գեր բնական զորություն, Պետրոսը տեսելա ոնց է իր զոկանջը բժշկվե, ելելա հաց ասարկում։ Պետրոսը տեսելա ոնց է Հիսուսը աշակերտների ներկայությամբ Հավորապետին ասում, սենց հավատք չգտա, այդ ամեն ինչը տեսելա։ Ու գիտեք ինչ է տեղ ունենում։ Նավով գնում են։ Նավով գնում են։ Նավագով գնում են։ Հիսուսն էլ նավագի հետևի մասում քնած է։ Այստեղ Մարկոս ավետարանում կա գրված, Մատթեոս ավետարանում կա գրված, Ղուկաս ավետարանում կա գրված, բոլոր ավետարաններում բացի Հովհաննեսից այս իրավիճակը գրված է։ Ու բոլոր տեղերը նույն բանն է գրված։ Նույն բանը։ Ու գիտեք հետաքրքիր ինչ է։ Մեկի հանկարծ ալիքները սկսվեցին։ Եկեք իրար հետ կարդանք։ Մատթեոս ավետարան 8-րդ գլուխ 23-րդ խոսքից։ Եվ երբ որ նա նավը մտավ, նրա աշակերտները գնացին նրա ետևից։ Եվ ահա մեծ ալեկոծում եղավ ծովի մեջ, որ նավն էլ ծածկվում էր ալիքներից է, եւ ինքն էլ քնած էր։ Զարմանալու բան է։ Գիտես հետաքրքիր ինչն է։ Ինչքան է եղել, որ մի հատ ես շատ գիտեմ, այստեղ խառ իրավիճակ է, չգիտեմ ինչ խառ իրավիճակ է, բայց դու քո համար հանգիստ քնած ես։ Խառ իրավիճակ է, գիտես, չէ՞, բայց դու քո համար հանգիստ քնած ես։ Ու առավոտ իմանում ես լուրերից, կայքերից, ինչ որ մի տեղից իմանում ես, որ խառ իրավիճակ է եղել։ Խառ իրավիճակ է եղել։ Ու այստեղ պատկերացրեք, ալեկոծվում է, քամիներ եւ Հիսուսը քնած է։ Եվ նրա աշակերտները մոտենալով նրան զարթնեցին եւ ասեցին. «Տեր, փրկիր մեզ, կորչում ենք»։ Եվ նրանց ասեց. «Ինչու վախկոտ եք, սակավահավատներ»։ Այն ժամանակ վեր կացավ, սաստեց քամիներին եւ ծովին, եւ մեծ խաղաղություն եղավ, իսկ մարդիկը զարմացան եւ ասում էին. «Սա ինչպիսի մեկն է, որ քամիները եւ ծովն էլ հնազանդվում են սրան»։ Թվում է թե հարուրապետի հետ տեղի ունեցած իրավիճակից հետո դասեր չէին քաղել։ Ու իրականում դասեր չէին քաղել։ Այն որ հարուրապետը ասում էր. «Դու մի արի, դու մենակ ասա, քո ծառան կբժշկվի», գիտես խեր ասում, որ գոնե ես, դու, մեզ համացանցով դիտողները, աշակերտները տենան իրանց մեջ հավատք բարձրանա ու հասկանան, որ Աստված իր խոսքի վրա իշխանություն ունի ու Աստծո խոսքը չի կարա չեղնի։ Ու այստեղ զարմացել են, Աստված մի հատ բան ասում, մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է ծովին, ալիքներին, քամուն, ասեց, հլա հանդարտվեք։ Մարկոսում ասում է, Մարկոս ավետարանում ասում է, լռեք, պապանձվեք, ու այդ ամենը տեղի ունենում։ Բայց գիտեք, խնդիրը ինչի մեջ է, սիրելիս։ Խնդիրը այդ ինչ որ տեղ ունեցավ դրա մեջ չի։ Ուզում եմ քեզ բան ասեմ։ Մարգարեական բան եմ ասում։ Պատրաստվի փոթորիկների։ Հիմա ուզում եմ հարց տամ։ Սիրելիս, որ չարտնացնեին, խորտակվելու էր գնար։ Չարտնացնեին, չխառնվեին իրար, պանիկայի մեջ չընկնեին։ Եթե Հիսուս այդ նավի մեջ է, այդ նավը խորտակվելու էր գնար, գիտես խեին խառնվե իրար, փոթորիկների սովոր չեն։ Բայց Աստված, սիրելիս, թույլ է տալիս, որ ես ու դու սովորենք։ Սիրելիս, պատրաստվի այդ փոթորիկներին։ Մի խառնվի իրար։ Եթե շուռ ես գալիս տենում ես, Քրիստոսը նավակի մեջ է, Աստված քո կյանքում ներկա է, եթե տենում ես, ինքը հանգիստ քնած է, ուրեմն իմացի, քեզի ոչ մի բան չի եղնի։ Չես հավատում Զանգի Սետրակ Միսակ Աբեդնագովին։
կրագի մեջ էին, ընդեղից քեզ կպատասխանեն, կասեն, ասմա ոչ մազի ծերն էր խանձված, ոչ է վրեկներից ծխի հոտ էր գալիս, ոչ մի բան չի եղել։ Աստված ջան, կարելի է մի հատ հումոր անել։ Ասում եմ, պատկերացրեք, հեռախոս ունենայիք այդ ժամանակ կամ ուղիղ ձայն տայր ասեիր, Պետրոս, այդ նավակը Տիտանիկը չի, դու էլ Դիկաբրիոն չես, չի խորտակվելու, հանգիստ քնի, հանգիստ գնա քնի, քեզի ոչ մի բան չի եղնելու, ուղղակի սովորելու ես, Աստծուն վստահես, ու տենաս, որ եթե Աստված քո հետ է, քեզ ոչ մի փոթորիկ, ոչ մի ալիքներ, ոչ մի բան չի վնասի։ Հալելույա։ Աստված, երբ որ քո կյանքում ներկա է, սիրելիս, մի խառնվ իրար։ Ուղղակի իրան կոմֆորտ էին ուզում։ Ժողովուրդ, մենք շատ հաճախ մենք փոթորիկներ չենք ուզում։ Մենք ուզում ենք, որ Հիսուսը գա, բայց Տեր իմ Աստված, մենք աղոթում ենք, որ դու գաս, բայց կեղնի փոթորիկ, այդ բանը չեղնի էլի, մի քիչ սենց հանգիստ եղնի էլի, որ մեր համար մի քիչ կոմֆորտ եղնի։ Որտեղ է գրված, որ քո համար կոմֆորտ է եղնելու։ Որտեղ է դենց բան գրված։ Սիրելիս, որտեղ է գրված։ Չի եղնելու կոմֆորտ։ Եթե դու ուզում ես, որ Հիսուսը գա, քեզ ասեմ, կոմֆորտ չի եղնում։ Պատրաստվի փոթորիկների, սպասի փոթորիկներին։ Այս խոսքը մարգարեական եմ ստացել, սիրելիս, որ ես ու դու պատրաստվենք, որ ես ու դու պատրաստ եղնենք, որտեվ փոթորիկները անխուսափելի են։ Ստեղ խնդիրը թե ես ու դու մեզ ոնց կպայենք փոթորիկների մեջ։ Կխառնվենք իրար, կասենք հələ հելի տենանք ինչ ա եղել, թե կհանգստանանք ու կասենք, այս փոթորիկը մեզի ոչ մի բան չի անելու։ Այ մարդ, գոնե Դավիթի Սաղմոսը կարդայիր։ Դավիթը Սաղմոսում ասում է, մավան շուկի ձորով էլ անցնեմ, ոչ մի բանից չեմ վախենա։ Հիսուսը որ ելավ, ասավ, խի վախեցաք, թերա հավատներ, ինչի եք վախեցե։ Գիտես խի են վախեցե։ Որտեվ Ղուկաս ավետարանում այդ խոսքը երբ որ գրվում է 8-րդ գլուխ 23-րդ խոսքից, տեսեք ինչ ասում։ Երբ որ նավը գնում էր, նա քնեց եւ քամին փոթորիկը եկավ եւ ծովի մեջ եւ նավը լցվում էր եւ վտանգի մեջ էին։ Գիտես խի էին խառնվել իրար, վտանգի մեջ էին։ Ժողովուրդ, միշտ էլ վտանգի մեջ ենք։ Քանի ես աշխարհում ես, վտանգի մեջ ես։ Բայց եթե Աստված քո հետ է, վտանգը քո կողքն է։ Քեզի բան չի եղնի։ Համենայն դեպս այդ ժամանակ ամենայն վստահությամբ ու պատասխանատվությամբ ասում եմ, իրանց ոչ մի բան չէր եղնի, որովհետև Քրիստոսը այդ նավի մեջ է։ Ոչ մի բան այս աշխարհի վրա իզորու չի Քրիստոսին կործանելու ու Քրիստոսին խորտակելու։ Չկա դες բան։ Չկա։ Դրա համար ինձ ու քեզ հավատ կա պետք, սիրելիս։ Իսկ որբիզի մենք իմանանք, տենաս, էս ով է, որ էս իշխանությունն ունի, Աստծո խոսքը կկարտաս ու կհասկանաս, որ ինք իր համար ասում է, ես եմ ալֆան եւ օմեգան, ես եմ սկիզբը ու վերջը։ Ամեն բան նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Ոչ մի բան չի եղնի առանց նրա։ Հալելույա։ Անցնում է որոշ ժամանակ, սիրելիս։ Էլի նույն Պետրոս Առաքյալը, էլի նույն աշակերտները, էլի նավակ, էլի ծով, էլի փոթորիկ։ Բայց այս անգամ խնդիրը գիտես ինչն է, Հիսուսը նավակի մեջ չէր։ Հիսուսը նավակի մեջ չէր։ Մեկի աշակերտները տենում են, որ ինչ որ մեկը գալիս է, խառնվում են իրար, մտածում են վերջ, կորանք, ուրվագան ենք տեսե, այսինքն սա մեր վերջն է, եկել է մեզի տանի։ Մատթեոս ավետարան 14-րդ գլուխ 24-րդ խոսքից։ Բայց նավը արդեն ծովի մեջտեղն էր եւ ալեկոծվում էր, որովհետեւ քամին ներհակ էր։ Եվ գիշերվա 4-րդ պահին Հիսուսը ծովի վրա գնալով նրանց մոտ եկավ
Եվ աշակերտները, երբ որ տեսան նրանց, ծովի վրա գալիս, շփոթվեցան եւ ասեցին, թե աչքի երևույթ բան է, եւ վախից աղաղակեցին։ Եվ Հիսուսը շուտով խոսեց եւ նրանց հետ եւ ասեց. «Քաջ եղեք, ես եմ, մի վախեցեք»։ Ուրվագան չեմ, ես եմ, մի վախեցեք։ Եվ Հիսուսը շուտով խոսեց, տեսեք ինչ ասում։ Նրանց հետ եւ ասեց. «Քաջ եղեք, ես եմ, մի վախեցեք»։ Եվ Պետրոսը պատասխան տվավ եւ ասեց նրան. «Տեր, եթե դու ես, հրամայ ինձ, որ ջրի վրայով քեզ մոտ գամ»։ Հիշում ես, հա՞, ջուրեր, քամին ուժեղեր, փոթորիկեր, ալիքներ, բայց Պետրոս ասավ. «Ես էլ եմ ուզում։ Ես էլ եմ ուզում ջրի վրայով քեզ մոտ գամ»։ Նա էլ ասեց. «Եկ»։ Քեզ էլ ուրիշ բան պետք է։ Քեզ էլ ուրիշ բան պետք է։ Աստված համ ներկա է, համ ասում արի։ Երբ որ Աստված քեզ ասում է արի, հետևանքների համար էլ է պատասխանատու։ Կարաս ասես ամեն։ Երբ որ Աստված քեզ ասում է արի, հետևանքների համար էլ է պատասխանատու։ Երբ որ Աստված քեզ տալիս է զորություն, իշխանություն, քամիների, ալիքների վրա, դրա համար ինքը պատասխանատու է։ Բայց քեզի պետք է, որ դու թերահավատ չեղնես ու ավելին ասեմ, երկմիտ չեղնես, ինչի համար, որ Աստված ասում է։ Նայեք, Աստված ներկա է։ Համ ներկա է, համ էլ ասում է արի։ Այս ամենի տրագեդիան հետո է սկսվում։ Եվ Պետրոսը նավից իջնելով ջրի վրայով գնաց, որ գա Հիսուսի մոտ, եւ տեսնելով, որ քամին սաստիկ էր, այ մարդ էլի քամուն է նայում, այ մարդ քամուն խի ես նայում, Հիսուսին նայելու փոխարեն քամուն խի ես նայում, համ դեմդ կանգնած է, կյանքումդ ներկա է, համ խոսում է, համ ասում է արի, քամուն խի ես նայում։ Եք քամիներին նայում, երբ որ Աստված ձեր կյանքում կա, հերիք չի, հետն է մի հատ խոսում է, ասում է մի վախեցի, որովհետև ես քեզ հետ եմ։ Բայց դու խառնում ես, նայում ես քամուն, Տեր իմ Աստված, բա ես քամին, այդտեղա քո հետ եմ։ Բա ես քամին, բա ես փոթորիկները։ Եղբայրս, զավակս, որդյակս, դուստրս, քո հետ եմ։ Այսօրվա խոսքը հենց այդպես է վերնագրել եմ, ձեր հետ եմ, ձեր հետ եմ, նավիտ մեջ հետդ եմ, մի վախեցի, ոչ մի բան չի եղնի, հա բայց դու քնած ես, դու չես խոսում, բայց ես նավիտ մեջ եմ, ես քո կյանքում կամ, ես քեզ չեմ թողել, եթե ուզում ես խոսամ, ես վաղուց արդեն խոսացել եմ, ասել եմ, հայրդ ու մայրդ է քեզ թողան, ես քեզ երբեք չեմ թողա։ Եվ տեսնելով, որ քամին սաստիկ էր, վախեցավ, եւ երբ որ սկսվեց ընկղվել, քամին շատ է, սաստիկ է, ասում է, եւ երբ որ սկսեց ընկղվել, այս ամենի տրագեդիան էս է, երբ որ սկսվեց ընկղմել, աղաղակեց եւ ասեր, Տեր, փրկի ինձ։ Միթե ձեզ թվում է, որ Աստված պետք է ասեր արի, ու թողեր, որ դու խեղդվես։ Այստեղ երևում է մեր թերահավատությունը, որ Աստված ասում է արի մենք քայլ ենք անում, երբ որ հայտնվում ենք մի հատ իրավիճակի մեջ, ասում ենք փրկի, Աստված ասել է արի, ուրեմն ինքը իր խոսքի հետևում հավատարիմ ու արմուր կայնած է։ Քեզ էլ պետք է հավատք ունենաս ու երկմիտ չեղնես, հավատաս, վստահես, սիրելիս, հավատաս, վստահես, Աստված ասեց, Աստված արեց, հիշում եք անցած ծառայության խոսքը, ասեց, արեցի, տեսա, ասեց, արի, կտենաս, չես խորտակվի։ Եվ Հիսուսը, եւ շուտով Հիսուսը իր ձեռքը մեկնեց, նրան բռնեց եւ ասեց նրան. Թերահավատ, ինչու երկմտեցիր։
չէր թողալու, որ խեղդվեր։ Ոչ նավակներ կործանվելու, ոչ է Պետրոսներ խեղդվելու, չէր թողալու, սիրելիս։ Որպեսզի իմանաս ինչ զորավոր Աստված ունես, սիրելիս, Աստծո խոսքը շատ կարտա։ Աստծո խոսքը կարտա։ Շատ աղոթի, առանձնացի։ Խնդրի, որ Աստված քո հետ կենտանի հանդիպում ունենա։ Պատկերացրու, քամին սաստել ասում է, իրար մեջ քչի-փչի են անում, տենաս էս ով է։ Ես ինչպիսի մեկնա, որ քամին, ծովը, քամին իրան հնազանդվում են։ Մեկնա, ով իշխանություն ունի իր խոսքի վրա, որովհետև ինքը հենց խոսքն է։ Ձեր հետ եմ։ Գիտես, իմ կյանքում այնքան դեպքեր ա եղել, որ Աստված ներկա է եղել ու չի խոսացել։ Այնքան դեպք ա եղել, որ ես գիտեմ, որ Տեր այդ պայինը տեղա ներկա է, ես իր ներկայությունը վերաբերում եմ, բայց ասում եմ, խոսա չի խոսում։ Հետո եմ հասկացել խի։ Հետո երկար տարիներ հետո հասկացել եմ խի։ Խի այդ ժամանակ չէիր խոսում։ Խի այդ ժամանակ չէիր ասում։ Խի այդ ժամանակ չխոսացիր։ Բայց երբեք չեմ ասել ուր է իր Աստված, գիտեմ ուր է։ Ինքը միշտ իր տեղում է։ Ու այդ ժամանակ հաստատ տեղ էր, իր ներկայությունը վերապրել եմ։ Խի չխոսացիր Տեր։ Չէ էլ հասկանում։ Գիտես խի, որ հետո իմ արարքին որակավորում տա։ Ուզեմ հիմա մի բան հիշես Աստվածաշնչից։ Երբ որ Հիսուսը գանձանակի մոտ նստած էր, չէր խոսում, չէ՞։ Ասում են նստած նայում էր, էլ եմ շեշտում, չէր խոսում։ Նայում էր, ով ոնց է զոհաբերում։ Ով ոնց է զոհաբերում, ինքը նայում էր։ Եվ մի կին, որ երկու լումա ուներ ու իր կյանքի ողջ ապրուստն էր, այդ կինը հենց որ դրեց լուման գնաց, Աստված խոսաց։ Աստված որակավորում տվեց այդ կնոջ արածին։ Ասավ, ճշմարիտ ասում եմ ձեզ, այս կնոջ նման ոչ մեկ այստեղ գտնվողներից չի զոհաբերել, որովհետև շատ շատերը զոհաբերեցին իրենց ավելցուկից, բայց այս կինը իր կյանքի ողջ ապրուստը զոհաբերեց։ Երբ որ Աստված շատ հաճախ իմ կյանքում, իմ կյանքում դենց է եղել, չգիտեմ քո կյանքում ոնց է, ոնց կեղնի, Տերը գիտի եւ դու, բայց իմ կյանքում երբ որ Աստված շատ հաճախ լռել է, ես հետո եմ հասկացել խի։ Հələ տենա ես ինչ եմ անելու։ Ասել եմ հələ Հելի, ես սովոր չեմ ես փոթորիկներին, ես սովոր չեմ ես հարձակումներին, ես սովոր չեմ, որ իմ հասցեին ավել պակաս բան են խոսում, ես սովոր չեմ, որ ինձ վրա ինչեր ասես ասում են, ես դրան սովոր չեմ, Հելի ինձ իսենց անցկացրու։ Ես գիտեմ, որ Աստված ներկա է ու Աստված տենում է։ Ու դե գիտեք, ինչ զորավոր բան կեղներ, եթե առաքյալներ իրան չանեին, քնից չանեին, կսովորեին փոթորիկով անցնել։ Եվ հաջորդ փոթորիկը իրանց չեր վախեցնի։ Կարաս ասես ամեն։ Հալելույա։ Աստված սովորեցնում է, սիրելիս, ինձ ու քեզ փոթորիկների մեջով անցնել, որ հաջորդ փոթորիկից չվախենաս։ Հալելույա։ Այնքան քաղցր Աստծո ներկայություն կա։ Համարձակ ասում եմ, որտեվ ես այդ ներկայությունը վայելում եմ։ Ծառայությունը կվերջանա, ոմանք գուցե եղնեն ասեն, մենք ճիշտ ասած ոչ մի բան չհասկացանք, ոչ մի ներկայություն չվայելեցինք, որտեղ մտքով եսին որտեղ է։
ծառայության վերջում կարող եք միտեղ տենաս քույրերն ու եղբայրները խոսում են, թե Աստված այսօր ինչ արեց, այս խոսքը այսօր իմ համար էր։ YouTube-ով որ նայեք, YouTube-ով մնացած կայքերով որ գրում են, այս խոսքը այսօր իմ համար էր, այս խոսքը այսօր իմ համար էր։ Ասեմ ինչ լավ է, գոնե ձեր համար էր։ Գոնե ձեր համար էր, գոնե իմ ու ձեր համար էր։ Գոնե մարդ եղել է, որ այդ խոսքից օրնվել է։ Գոնե եղել է, որ Աստված հենց ոնց որ Պետրոսի ձեռն ա բռնե, դենց էլ այդ խոսքով Իրան ա կբասլա մի վախեցի։ Հետդ եմ, ձեր հետ եմ, նավագիտ մեջ եմ, քեզի ոչ մի բան չի եղնի։ Հալելույա։ Հալելույա։ Արի ոտի կանգնենք սիրելիս։ Հետաքրքիր է, չէ՞։ Հենց նույն գլխում Հավորապետին խոսում է, հաջորդ խոսքի մեջ առանց խոսքի գործում, պրոստը ներկա է գտնվում։ Մեկի կյանքում Աստված խոսում է, մեկի կյանքում ուղղակի ներկա է գտնվում ու բան է փոխվում։ Գիտեք, մի վկայություն պատմեմ։ Տարիներ առաջ մի հիվանդի համար աղոթում էի։ Աստծո ներկայություն չեմ վերապրել այդ ժամանակ։ Ոնց որ Աստվածը դե չեղներ, ու ինձ թվում էր, թե ես մենակ եմ այդտեղ աղոթում։ Այս հիվանդի համար աղոթում եմ ու ներկայություն չկա։ Ոչ մի ներկայություն չեմ վերապրում։ Ավելին ասեմ։ Ասում եմ շուտ աղոթեմ գնամ։ Երևի լսել ես այդ վկայությունը։ Ոչ մի անգամ ինձ այդտենց անհարգված չեմ զգացել, որ կանչում են, ասում են արի մեր երեխու համար աղոթի, բայց դու գալիս ես ներս, ոչ տեղից հելնում են, ոչ բարևում են, այսպես թարս նայում են վրեդ։ Դու ելսում ես, ես ուր եմ եկե, ես խի եմ եկե, ոչ մի ներկայություն չեմ վերապրել սիրելիս, ոչ մի ներկայություն։ Ու գիտես, իմ մոտ այն տպավորությունն էր, որ շուտ, արագ աղոթեմ, գնամ։ Մենակ այդ երեխու մայրն էր, հերը իսկի տեղից է չելավ, բացարձակ տեղից չելավ, ոչ մի բան չեղավ, տեղից չելավ, այսենց ուղագի պրոստը սենց նայեց, երևի մտածեց իր աշխատողներից որևից է մեկն է, կամ վարորդներից, կամ առաքիչա, երբ որ երեխուն տեսա ու իր այդ երեխու համար պետք է աղոթեի, մի հատ հարց եմ տվել, բեգումնային հարց, բայց ես Աստծո ներկայությունը չեմ զգում, ուզեմ պատկերացնես, գնացել եմ միտեղ, ընենց դիվային մթնոլորտ, հետս մարդ չկա, որ միաբանվի, ասա եղբայր, Աստվածաշունչ կարտացել ես, դու գիտես, որ երբ որ Հիսուսը գնաց մահացած երեխու հետ միաբանվելու, հետը երկոքի մարդ էր տարել, գոնե հետը միաբանվող կեղներ, Գնաց բոլորին դուրս անեց, մենակ թողեց երեխայի ծնողներին։ Հիմա այս երեխայի ծնողներից մեկը ուզում է, որ երեխու համար աղոթեմ, մեկը ուզում է, որ շուտ գնամ այդտեղից, ուղղակի փախնեմ այդտեղից, չերևա մտեղ։ Ու ես այդ երեխուն հարց եմ տալիս, ու այդ հարցը բեգումնային հարց է, սիրելիս։ Ու հարցնում եմ, հավատում ես, որ Հիսուսը կարա քեզի բժշկի։ Ասում է, ոնց չեմ հավատում։ Այսօր գիշեր Հիսուսը երազից ասեց, վաղը իմ ծառային կուղարկեմ, կգա կաղոթի ու կբժշկվես։ Ուրեմն այս երեխեն ինձ հավատք է քարոզում։ Ուշադիր ես։ Ու ես նենց Աստծո ներկայությունով լցվեցի, որտեվ միաբանվել էի արդեն
ասի էս երեխեն հետս միաբանա, ինքը հավատում է, կապ չունի ստեղով, ով չի հավատում։ Գիտեք ինչ տեղի ունեցավ։ Այդ երեխուն պետքա տանեին Գերմանիա, վիրահատեին, որտեվ արյան քաղցկեղ ուներ։ Եվ երբ որ տանում են արդեն հաջորդ ստուգմանը, բժիշկը ասում է, այս երեխու մոտ ամեն ինչ նորմալ է։ Հաջորդ անգամ են տանում ստուգման, ասում է, այս երեխու մոտ ամեն ինչ նորմալ է։ Այդ ժամանակ այդ երեխու պապան փորձեց այս քաղաքը շուռ տալով ինձի գտնի, բայց ավելին ասեմ, ինձի բան պետք չի։ Շատ բան փորձեց անի, ես ասի, ես բան չեմ ուզում։ Ասում չես գնահատում քո ժամանակը, ասի ես գնահատում եմ, բայց ուզում եմ ասեմ, այդ ժամանակվա հերոսը ես չեմ, այդ ժամանակվա հերոսը Քրիստոսն է, այդ իմ ժամանակը չէր, այդ իրա գործելու ժամանակն էր, ամեն իմ հնազանդվելու ժամանակն էր, Աստծո գործելու ժամանակը, սիրելիս։ Երեխեն կատարյալ բժշկված է, ասում է գոնե մի բան ասեմ, ասի ուզում ես քեզի պատասխանեմ, ձերի առել եմ, ձերի էլ տվել եմ, փառք Հիսուսին, հալելույա։ Սիրելիս ուզում եմ ասեմ, Աստծո անունով եմ եկե ու Աստծո խոսքով։ Հիմա կմտածես, հովիվը ճիբոտեց, չգիտեմ ինչ արեց, էլ եմ ասում, օրնված եմ, գիտես խի եմ օրնված, որտեվ Աստվածաշունչը ասում է, օրնյալ լինի Տիրոջ անունով եկողը, Տիրոջ անունով եմ եկե ու Տիրոջ խոսքով։ Եթե մտածում ես, որ մի քիչ ճիբոտեցի, ուզում եմ ասեմ, ես ճիբոտ չունեմ, իմս գավազան է։ Հալելույա։ Փառք Հիսուսին, սիրելիս։ Այսպես գավազանները մեկ-մեկ մարդուն ուշքի են բերում։ Ամեն, համաձայն ես։ Խիստ խոսքը մարդուն ուշքի է բերում։ Հալելույա։ Չեմ կարծում, որ խիստ խոսք էր սիրելիս, բայց հավատում եմ, որ բեկումն այլ է։ Որ Աստծո ներկայությունը գնահատենք, փապապգենք Աստծո ներկայություն ունենալ, որ հանգար չկորցնենք, հանգար չեն ասենք, դե Աստված չի ասում, ես էլ չեմ անում, Աստված հետը տա, չէ։ Սելիս Աստված ներկա է, չէ։ Ամեն, Աստված քո կյանքում ներկա է։ Եթե Աստված ներկա է, ուրեմն ոչ մի բան քեզի չի եղնի։ Եթե դու քայլում ես, Տերը հետդ քայլում է, Տերը քո արջևից գնում է, ոնց որ Մովսեսի արջևից էր գնում, գիշերը կրագիս ունի պես, ցերեկը ամպի շուկով, բայց հետն է բերան խոսում էր, բայց կար ժամանակ, որ ցերեկը ամպի պես էր գնում, գիշերն է կրագի սյունով, չէր խոսում, գնում էր, ներկա էր, այդտեղ էր, Աստված քո կյանքում ներկա է, սիրելիս, եթե Աստված քո կյանքում ներկա է, քեզի ոչ մի բան չի եղնի, հալելույա, այնքան քաղցր ներկայություն կա, հալելույա, փառք ես Տեր ջան, Աստված քո կյանքում ներկա է, ոչ մի բանից չվախենաս, կար ասես լուր կայնես ու վայելես Աստծո ներկայությունը, գնահատես են քաղցր ժամանակը, այն քաղցր վարքյանները, որ Աստված քո կյանքում անում է, այսօր կգնաս տուն, Աստծուց ներողություն կխնդրես, մի հատ չնայած տեղ ենք ես ապաշխարելու, բայց որ գնաս տուն, Աստծուց մի հատ տունը ներողություն կխնդրես, կասես Տեր իմ Աստված կներես, որ շատ աջախ իմ կողքն ես եղել, ասել եմ այդ դե մի բան ասա էլի, դե մի բան խոսա էլի, մի բան ասա էլի, վերջի տեղն է ասեմ ու աղոտ կանենք, Ղազարոսը մահացել է, Ղազարոսը մահացել է, և Հիսուսը երբ որ եկավ, նրա քույրերը, Մարիամը և Մարթան ասեցին Տեր, մի քիչ ուշացար, որ շուտ գայր, Ղազարոսը, մեր եղբայրը, որին դու շատ սիրում ես, չէր մահանա, Հիսուս ասավ, մի վախեցի, հավատա, ես ստեղ եմ, հարություն կառնի, Ղազարոսը հարություն առնելու, Տեր ես գիտեմ, որ են հետին օրումը, են որ դու գաս, են հետին օրումը, մեռելներից հարություն առնելու, ես դրա մասին գիտեմ, Մարիամ հլը ուշքի արի, Մարտա հլը ուշքի արի, ես արդեն եկել եմ,
ես արդեն ստեղ եմ, ես արդեն ներկա եմ, մեռել է հարություն առնելու, որովհետև ես ներկա եմ, գիտես ինչ ասեց, ասեց քարը հեռու տարեք, քարը հեռու տարեք, գերեզմանի քարը գլորեք, ասեմ Տեր ջան շնորհակալ եմ, գոնե եղան մարդիկ, ովքեր որ հավատացին ու այդ քարը գլորեցին, ու ասավ Ղազարոս դուրս արի, ու 4 օրվա մահացած Ղազարոսը դուրս եկավ սիրելիս, որտեղ Աստված ներկա է, եթե Աստված քո կյանքում ներկա է ասելիս, այն բոլոր մեռած հույսերդ ժամանակար հետո հարություն են առնելու, կապ չունի ինչ երեն ու կապ չունի ինչքան ժամանակ անց է, եթե Տիրոջ կամքի մեջ է հարություն առնելու, փառք Հիսուսին, ամեն, հալելույա, ձեր հետ եմ, ես չեմ ասում, Տերն է ասում, ձեր հետ եմ, դորնված ես, ամեն, փառք Հիսուսին, սիրելիս, ուզում եմ հարցնեմ, կա մարդ, որ նման եկեղեցին տանապես չի եղել ու նման եկեղեցում առաջի անգամ է, եթե Տերը ձեզի շատ օրնի, եթե առաջի անգամ եք, փառք Հիսուսին, Տերը շատ օրնի ձեզ եղբայր, ձեզ առաջ չեմ կանչի, բայց կուզեմ, որ մենք իրար հետ մի աղոթք անենք, աղոթքը կոչվում է ապաշխարության աղոթք, ասեք Հիսուս ջան, ինչ արե չեմ արե, ինչ արե չեմ արե, ինչ արե չեմ արե, վերջում կմոտենանք, ինչ արե չեմ արե, խնդրում եմ ներես ինձ, ինչ արե չեմ արե, Տեր, ես խնդրում եմ, որ ինձ ներես, և կխնդրեմ մեզ համացանցով դիտողներին, այս աղոթքը նույնպես անեք, սիրելի եկեղեցի կխնդրեմ փակես աչքերդ ու ես հիմա կխնդրեմ եղբայր, որ ինչ ասեմ, իմ հետևից կրկնես, լավ, և նաև մեզ համացանցով դիտողներին կխնդրեմ, որ այս աղոթքը իմ հետ կրկնեն, ասա երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ, Հիսուս Քրիստոսի անունով, սիրելի Հիսուս, ես հավատում եմ, որ դու ծնվեցիր, եկար այս աշխարհ, վերցրեցիր իմ մեղքերը քո վրա, խաչվեցիր, մահացար, երրորդ օրը հարություն առար, ինձ մեղքերից ազատելու համար, խնդրում եմ ներես ինձ, մաքրես ինձ և մկրտես ինձ քո Սուրբ Հոգով, այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալիս, դու ես իմ Տերը և իմ Աստվածը, հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու, ամեն, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին սիրելիս,